Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե առաջին ծրագիրը այսօր անդրադառնում է մի շատ հետաքրքիր աշխատանքի stand-up, մի հետաքրքիր ֆորմատ, որ վաղուց իսկ արդեն սիրելի է դարձել բոլորիս կողմից, հատկապես երբ հանդիսատեսը գնում է այնտեղ ու հենց լավ ու հրաշալի տրամադրությամբ վերադառնում։ Ասեմ, որ մարտի 25-ին եւ 26-ին թարմ stand-up comedy, որը կոչվում է Չէ, ես չեմ, դու ես։ Ինչու էսպես կոչվում կամ ինչ է այնտեղ ներկայացվելու, այդ մասին խոսելու ենք հենց Մհեր Մխիթարյանի հետ։ Բարի լույս, Մհեր։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ, դուք ոնց եք։ Շատ լավ։ Չէ, ես չեմ, դու ոնց կարաս վատ լինես առավոտ։ Ինչի է էսպես։ Քանի որ այդ նախադասությունը շատ վիրուսային է, ու մենք մեր կենցաղում շատ ենք օգտագործում, ստենդափի մեջ էլ այդ բովանդակության մի մասնակազմում տենց թեմաներ կան, որոնք շատ հետաքրքիր են, ու ես մարդկանց էլ եմ ասում, ես չեմ, դու ես, ես հարցին ինչ լուծում արժի տալ կամ այս թեմային որ տեսանկյունից արժի նայել, հենց դրանից էլ այդ մտքից էլ ծագել է մի անգամից ես չեմ, դու ես վերնագիրը, ու այո, պոստերի իդեան էլ է շատ տենց հանկարծակի ակնթարթորեն եկել մեր մտքին, որ ես չեմ, դու ես ձեռքերը պարզած, ու ինձ թվում է կրեատիվ են գտնվել, չգիտեմ։ Շատ լավ, սա իհարկե վերնագիր է, իսկ ինչ չէ լինելու, թեման ինչի մասին է։ Թեմայի մի մասը հենց ինձ է վերաբերվում, որ ես քեռի եմ, քեռու տեսանկյունից, նաև դրանից զատ ներկայացնում եմ փոխհարաբերություններ, աղջիկ տղա ու ընտանեկան հարս Կեսրար եւ այլն, այո, նենց թեմաներ, որ բոլորիս շատ, այո, կենցաղային շատ ծանոթ է, բայց այդ տեսանկյունից վստահորեն կարող եմ ասել, որ չեն մոտեցել, այո, այդքանով մարդիկ չեն ասի, սրանց ծանոթ են կամ ինչ-որ տեղ լսել ենք, նման բան չի կարող տեղի ունենալ, այդ հումորները հենց թարմ նախադասության մեջ էլ որ ասեցիք, այո, թարմ են ու առաջին անգամ են մարդիկ 25-ին ու 26-ին վայելելու ու հաջորդաբար շարունակ։ Մեր ստենդափի ավելի շատ ֆենոմենը նրանում է կայանում, որ ինքը առանձնահատկություն ավելի շատ, որ ինքը շփում եւ իհարկե ինտերակտիվ է լինում հանդիսատեսի հետ։ Այս դեպքում հանդիսատեսը ներգրաված է ընդհանուր տրամադրության մեջ։ Հստակ չկա, որ ներգրաված է, բայց ընթացքում շոուի ընթացքում լինում են այդպես դեպքեր, որ կոնտակտ ես ունենում հանդիսատեսի հետ ու բացառություն չի կարա լինի, բայց սցենարի տեսանկյունից տենց գրած չի, որ պետքա շփում լինի ինտերակտիվ։ Որն առանձնահատկությունը ստենդափի, որտեղ յուրաքանչյուր ֆորմատ ունի իր գիծը, որը պահում է հանդիսատեսին այդ մի ժամ կամ ժամ ու կես կամ 45 րոպե։ Որն է ստենդափի առանձնահատկությունը, որ հանդիսատեսը լարված հետևում է ամբողջ ընթացքին։ Նախ թեմաների ընտրությունը ու երկրորդ կամ սա կբերեմ առաջին անկեղծությունը, որ մարդիկ երբ որ լսում են քո տեքստը ու հասկանան, որ դու անկեղծ ես, իրանց չես խաբում ու հավատան ու երբ որ հավատում են, մտնում են քո սիտուացիայի մեջ, հետևաբար արդեն խնդում են, էլի քո ասածի վրա։ Անկեղծությունը կարծում եմ անկեղծություն, հա, խաղում։ Իսկ սցենարային գիծը մշակումը սցենարիստ է աշխատել, դու ես գրել, ինչպես է սա։ Չէ, սցենարական խումբ է աշխատել, ես եմ աշխատել, Գարիկը, Վազգենը, Օնոն։ Այս անունները որ թվարկում եմ, իրանք ասպարեզում են, ակտիվ գործունեություն են ծավալում, թե սցենար գրելու տեսանկյունից եւ թե խաղում են, մի խոսքով նենց մարդիկ են, ովքեր նյուխ ունեն, այո, նյուխ ունեն ու գիտեն ինչպես մարդկանց ծիծաղեցնել։ Ընդհանրապես ինչ ֆիդբեքեր է ստանում ամեն անգամ նմանատիպ ֆորմատների ընթացքում։ Շատ լավ, որովհետև հումորի այս տեսակն էլ է ինձ դուր գալիս, պատմողական հումորը, արդեն 10 տարի կլինի, որ զբաղվում եմ ստենդափով, ժամանակին խումբ ունենք ու Երևանյան ակումբներում, փաբերում ելույթ ենք ունենում, արդեն այդ տարիների փորձը հավաքելով կարծում եմ մի բան դուրս կգա ու մարդիկ հաստատ գող կհեռանան դահլիճից։ Շատ լավ, հիշեցնենք 25-ին, 26-ին որտեղ է լինելու։ Լինելու է Բաղրամյան 3 հասցեում, Բոհեմ թատրոն, Գրողների միության շենք, ժամը 19:30-ին։ Շատ լավ, սա իհարկե ես չեմ դու եսի մասին, վերնագիրը բավական է, այսպես, որովհետև մենք ունենք ֆրազներ, որոնք եթե թարգմանես ռուսերենից կամ մի այլ երկրից չթարգմանվում։ Սա ես հիշում եմ մենք ուսանող ժամանակ թարգմանել ենք այսպես Յանիտի Տինիա, կամ չգիտեմ տնաշենի տղան էլ, հա, Սինդա Մաստրայիցելը։ Ահա, այդպես խնդալու շարք է, Մեղնեմ Ջանիտը։ Ուզեն ասել թարգմանել,
Հնարավոր չի թարգմանել։ Վերադառնանք նաև այն աշխատանքին, որի մասին մենք խոսել ենք մեր եթերից արդեն, հա, ֆիլմին։ Ինձ հետաքրքիր է, պրեմիերան կայացավ, բավականին երկար ժամանակ արդեն դիտումները գնում են, ինչ արձագանքներ կան հանդիսատեսի կողմից։ Արձագանքները մաքսիմալ անկեղծ գտնվեմ, արձագանքները դրական են։ Մենք ու ընդհանրապես մարդիկ ովքեր շարունակություն պրոյեկտ են անում, մտավախություն կա, որ մարդկանց կարծիքը կլինի առաջինը լավն էր, երկրորդը այդքան չէ, բայց մեր դեպքում հակառակը եղավ, որովհետև մեծ կարծիքներ նրա մասին են, որ երկրորդը ավելի լավն էր, քան առաջինը, ու այդ շատ գոհացնող է։ Ցուցադրություն ունեցանք Հայաստանի սահմաններից դուրս Լոս Անջելեսում, այլի մարդիկ գերազանց արձագանքեցին, մարզերում ենք ցուցադրություն ունեցել, մի խոսքով այն նամակներ են, կոմենտներ են, ֆիդբեքերը, որ ես ու մեր կազմը ստանում է, միայն դրականի մասին են ու դա շատ գոհացնող է, այո։ Սպասումներն արդարացված են։ Սպասումները արդարացված են, կարելի ասել, սպասումները արդարացված են, ամեն ինչ հիանալի է։ Ամեն ինչ հիանալի է, ամեն ինչ իր գծով գնում է։ Ես հիշում եմ այստեղ, երբ որ խոսում ենք այդ մասին, երբ որ հարց հնչեց, իսկ երրորդի մասին մտածում եք, թե չէ, ասացինք դե հավանաբար այո, իսկ հիմա հավանաբարը դուրս եկավ մնաց այոն։ Ես չէ, այդ նախադասությանը ես չեմ ուզում վերադառնանք, դեռ թող մնա դա տենց մի քիչ անակնկալ, փակակցերը չբացենք, հետագա զարգացումները արդեն խոսան թե ինչա տեղի ունենում, էլի։ Չեմ ուզում ինչ-որ ինտրիգ կոտրեմ, սենց ասեմ։ Այնպես որ ամեն դեպքում պետք է սպասել։ Շատ լավ, վերադառնանք ստենդափին, հա։ Ես չեմ դուեսում, մենք նշեցինք, որ թեմաներ են, որոնք ավելի կենցաղային են եւ գրեթե երևի յուրաքանչյուրս կարող ենք հանդիպել մեր կյանքում։ Իսկ տարիքային որ շեմն է ներկայացմանը թույլատրելի։ Տենց մենք հատուկ սանրակ չենք որոշել, բայց ինքը ավելի շատ երիտասարդներին ու վերև տարիքային խմբին է ավելի հետաքրքիր, ավելի ճանաչողական, կարծում եմ փոքրերին այս թեմաները հետաքրքիր չի լինի։ Պատանիներին է կարա հետաքրքրի, բայց ոչ ներքև, էլի։ Շատ լավ, եթե հանենք խմբին նկարահանող եւ աշխատակազմին, հա, քեզ որպես դերասան այս դեպքում որտեղ է ավելի հեշտ, երբ որ դու ես մենակ բեմում, թե երբ որ դու ֆիլմում ես եւ քեզ հետ տարբեր մարդիկ են։ Երկու տարբերակն են, ինքը իր մեջ այնքան հետաքրքրություն է կրում, որ այս բան չեմ կարա տենց առանձնացնեմ, իսկ հեշտ ու դժվարի հետ կապված բարձա մի դուբլ եթե չի ստացվում, կարաս դիմես երկրորդին, երրորդին, բայց այս դեպքում արդեն կենթանի հանդիսատեսի հետ շփվում ես ու հնարավորություն չունես, էլի, տեքստը նորից կրկնելու, նորից արտասանելու, ինչ այդ բանը ասացիր։ Լավ, ես երբևէ մտածել ես, որ կարող բարձրանաս բեմ եւ ամբողջ տեքստը մոռանաս։ Հա, տենց լինում է, ու չգիտես թե հենց այդ բեմ բարձրանալուց մտքիցդ ամեն ինչ դուրս է գալի, որ սենց մշուշը տիրում, ոչ մի նախադասություն չես հիշում, ասես ինչ է կատարվում, բայց հենց դուրս եկար բեմ, արդեն այդ լարվածությունը վերանում է ու Իդեպ դերասանների մոտ կա մի այսպիսի վատ սովորություն, այսինքն վատ երազ, որ ասում են, երբ որ երազում տեսնում ես, որ բարձրանում ես բեմ եւ ամբողջ տեքստը մոռանում ես։ Ստենդափի ոլորտում մի քիչ հեշտ է, կարող ես իմպրովիզով դու քոնը շարունակել, բայց երբ որ արդեն ներկայացում է, դու իրավունք չունես շեղվելու։ Ական բան, իմպրովիզով կարա շարունակես, բայց եթե հերթականությունը չես հիշում, ինչքան էլ իմպրովիզին տիրապետես, չեմ կարծում։ Ներկայացումները նախատեսված են այստեղ Երևանում, թե նաև մարզերում նույնպես հասանելի կդառնան։ Նու ունենք պլաններում կա, որ մարզերում էլ ենք ցուցադրելու այդ ներկայացումը եւ աստված տա օտար երկրներ մեր հայրենակիցներին կտանենք կցուցադրենք, բայց դրա մասին կարծում եմ մի քիչ վաղ է խոսել, որովհետեւ դեռ այդ թեման հում է։ Այդպես Երևանյան պրեմիերան լավ անցկացնենք։ Դե հիշեցնենք մարտի 25-ին եւ 26-ին stand-up comedy ես չեմ դու ես, այնպես որ եթե մի քիչ ունեք ցանկություն կտրվելու այս խառը իրավիճակից եւ մի քիչ արդեն ծիծաղելու, անպայման գնում ենք թատրոնը հիշեցնենք Բոհեմ թատրոն, գրողների միություն։ Գրողների միություն եւ վայելում ես չեմ դու ես stand-up-ը Մհեր Մխիթարյանի ներկայացումը։ Մհեր ջան, քեզ շնորհակալություն։ Մեր եթերում արդեն եղել ես մի անգամ, դրա համար գիտես, որ հիմա նվերների շարքն է։ Դրա համար էլ եկել եմ ես։ Դրա համար երկրորդ անգամ ես եկել։ Ինչ լավ է։ Իջևանի գինուգործարանի կողմից սպիտակ չոր գինին, որպեսզի ներկայացումից հետո արդեն թիմով նշեք։ Շնորհակալություն։ Եվ տրամոնտինան էլի խոհանոցային պարագա, սա օգտագործիր խոհանոցում միայն։
որը կթեթևացնի հոգսը խոհանոցում եւ իհարկե էկոլոգիապես մաքուր հումքից է պատրաստված, այնպես որ շնորհակալություն քեզ եւ ինչպես ասում են նիպուխը նիպիրա Չորտը։ Դե մի քիչ փոխենք մեր տրամադրությունը առօրյայից եւ գնանք Բոհեմ թատրոն մարտի 25-ին եւ 26-ին ես չեմ դու ես ստենդափ ներկայացմանը իսկ այս պահին կարճ դադար կլինի մեր եթերում հետո արդեն կվերադառնանք